Կառավարությունը հաստատեց թրիփի վավերացման գործընթացը, արդյոք համաձայնագրի պարտավորությունները չեն հակասում մայր օրենքին, Սահմանադրական դատարանը կորոշի։ Բաքուն փոխում է խոսույթը, Սահմանադրության փոփոխություն կլինի, թե իրավական այլ կարգավորում, Հաջիևի խոսքով կարևորը տեքստից հանվի այն, ինչ իրենք տարածքային պահանջ են համարում։ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևան-Բաքու հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, Ռուսաստանն ընդգծել է 3+3 հարթակի ակտիվացման կարևորությունը։ Հայկական պտուղ բանջարեղենը հասցնել օվկիանոսից այն կողմ, ամերիկյան շուկա, գյուղմթերքի արտահանման հարցը հայ-ամերիկյան հանդիպման օրակարգում։ Ծնելիության անկումը, դեմոգրաֆիական լուրջ վտանգ Հայաստանի համար, ինչ անել բնակչության ծերացումը թույլ չտալու համար։ Նոր հանքավայր Հայաստանի ամենականաչ կետում, ստեփանավանցիները սվիններով են ընդունել քաղաքի մոտ մետաղի նոր հանքավայր բացելու լուրը։ Արարատ ցեմենտը հանձնվել է պետության կառավարմանը, Ծառուկյանից նաև միլիարդների գույք և միջոցներ կբռնագանձեն։ Կապույտ անձնագրին կարմիրը կփոխարինի, Նիդերլանդներում մեկնարկել է հայկական նոր անձնագրերի մեծածավալ տպագրությունը։ Ադրբեջանն ու Թուրքիան սեփականացնում են փախլավան, ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ են ուղարկել քաղցրավենիքը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտար ժանը մեր եթերում։ Կառավարությունը այսօր հաստատել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև թրիփի վավերացման գործընթացը, որպեսզի պարզ են համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են մայր օրենքին, թե ոչ, որոշումը կուղարկեն Սահմանադրական դատարան։ Անկախ Սահմանադրական դատարանի որոշումից, փորձագետների կարծիքով, թրիփ նախագիծը մեր երկրի համար չի կարող շահավետ լինել։ Աշխարհում չկա նախադեպ, երբ երկրի ինքնիշխան տարածքում իրականացվող ծրագրի մասնաբաժնի գերակա տոկոսը պատկանի այլ երկրի։ Նրանց կարծիքով այս ծրագրում մեր երկրի շահաբաժինը ամենաքիչը 51% պիտի լիներ։ Սեփական ճանապարհից միայն 26% մասնաբաժին կունենա Հայաստանը, սա Սյունիքով անցնելիք ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին կոչված երթուղու գոյության առաջին 49 տարիների ընթացքում, Միացյալ Նահանգների հետ մյուս 50 տարվա համաձայնությանը հասնելուց հետո Հայաստանի շահույթը գուցե արդեն 49% կազմի։ Սա կլինի ուրեմն ժամկետի երկարացման համար Հայաստանի Հանրապետության կողմից արվող եւ նրան տրվող միակ գործողություն, այսինքն ժամկետի երկարացման պարագայում 49% բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլ ներդրում պարտավորություն չի ստանձնում։ Գրեթե կես դար հետո Հայաստանը լրացուցիչ պարտականություններ չի ունենա Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող ամերիկյան երթուղու հետ կապված, բայց այդ դեպքում էլ փաստացի դարձյալ շահույթի հիմնական մասը մեր երկրին բաժին չի հասնի։ Մասնագետների գնահատմամբ թրիփ ծրագիրն այս տեսքով եւ ոչ մի կերպ չի կարող Հայաստանի համար շահավետ լինել։ Սա աննորմալ պրակտիկա է, որտեղ սա մեր տարածքն է, սովորաբար պետությունը դերակա տոկոս է ունենում, այսինքն եթե անգամ ինչ-որ մեծ քանակով տալիս են շահաբաժինները, ապա գոնե որոշիչ փաթեթը մնում է պետության ձեռքում կամ գոնե պայմանագրերը կնքելուց հստակ ցուցիչներ են նշվում, որ առանց պետության համաձայնության հետագա գործողություններ լինի շահաբաժինների փոխանցման կամ դրանց վաճառքի հանելու կամ դրանց ինչ-որ այլ կերպ օգտագործման, քան պայմանագրում է սահմանված, բացառապես պետության համաձայնությամբ է լինի։ Իսկ մեր պարագայում մենք չունենք նմանատիպ դրույթներ։ Այսուհանդերձ նախարար Միրզոյանը շտապում է փարատել այլ մտահոգություններ։ Շահարկումներ էին աչքի տակ ընկել, թե գուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջպետական համաձայնագիրը չբխի օգոստոսի 8-ին, հետո նաև հունվարի 13-ին ստորագրված փաստաթղթերի տրամաբանությունից։ Վահա, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրը ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին եւ արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում եւ օգոստոսի 8-ի եւ հունվարի 13-ի փաստաթղթերին եւ նաեւ որոշակի մանրամասներ ուղղակիորեն ասվում է, որ պետք է կարգավորեն այնպես, ինչպես օրինակ հունվարի 13-ի շրջանակային իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում է սահմանված։ Գոնե այնքանով, ինչքանով հրապարակված է տեղեկատվության մանրամասների հետ կապված մեծ խնդիրներ կան, որովհետև այնտեղ չի մասնավորեցված ոչ օգտագործման պայմանները, ոչ այդ պայմաններում Հայաստան պետության որոշիչները
եւ մնացած ուրեմն տարրերը, որոնց վերաբերյալ ես ենթադրում եմ ինչ որ համաձայնություններ կան, բայց դրանք գաղտնի են պահվում հանրությունից։ Ինչ վերաբերում է վերջին օրերին մամուլում շրջանառվող Trip Plus հիմնադրամին, որը ղեկավարելու է Հայաստանում բիզնեսներ ունեցող ազգությամբ ռուս Կոստանտին Սոկոլովը, արտգործնախարար Միրզոյանն ասում է, այս հիմնադրամը մեր երկրում ստեղծվելիք Trip ընկերության հետ անուղղակի կապ է ունենալու։ Trip զարգացման ընկերություն ԱՄՆ կոչվող ընկերության մեջ եւ այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու համար ստեղծվում է մի ամերիկյան ընկերություն, որի անունը Trip Plus է։ Trip Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Սպիտակ տանն այս ծրագիրը հայ-ամերիկյան ու նաեւ ադրբեջանական ստորագրություններով հաստատելուց գրեթե 1 տարի հետո այն հասնում է մեր երկրի սահմանադրական ատյան։ Մայր դատարանի սեղանին է հարցն արդեն Սյունիքով ադրբեջանցիների անխոչնդոտ անցուդարձը դեպի Նախիջևան ու հետ Ադրբեջան կհամապատասխանի Հայաստանի մայր օրենքին։ Սահմանադրական դատավորներն իրենց կանաչ լույսը վառեն, Trip տրցակը Բաղրամյան 10-ից կբարձրացնեն նույն պողոտայի 19-րդ շենք ազգային ժողով, այսինքն նորընտիր խորհրդարանի վտիտ ուսերին միանգամից ճակատագրական հարցեր կդրվեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ալիևի ռևերանսները Թրամփին Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձից առաջ, որն Ալիևը պատմական է որակում։ Նա երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկարատև խաղաղության առաջխաղացման գործում Թրամփի իր ձևակերպմամբ անփոխարինելի դերի համար։ Ձեր նախագահությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղության եւ կայունությանը եւ բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես խաղաղության մարդ եք, գրել է Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի գծով օգնական Հիկմետ Հաջիևն է կրկին անդրադարձել խաղաղության գործընթացին եւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման խնդրին։ Նա նորից շեշտադրել է Հայաստանի մայր օրենքից որոշ դրույթների հեռացման անհրաժեշտությունը։ Մենք այժմ ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի եւ Հայաստանի համար խաղաղությունը այլևս թղթի վրա գրված ինչ-որ խոսքեր կամ հռչակագրեր չեն։ Դա իրականություն է։ Ճիշտ է, սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին հարցն է, սակայն Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք տարածքային պահանջ ենք համարում մեր երկրի նկատմամբ, պաշտոնապես վերացված լինեն նոր սահմանադրության ընդունման թե իրավական մեկ այլ մեխանիզմի միջոցով։ Տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակի ակտիվացման կարևորությանն ու Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների լիարժեք կարգավորման անհրաժեշտությանն է անդրադարձել Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը։ Մեզ համար կարևոր են խաղաղությունը եւ կայունությունը Հարավային Կովկասում, ինչպես նախկինում պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների շրջափակման հարցերով, ասվում է հաղորդագրության մեջ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Հայկական պտուղ բանջարեղենը հասցնել օվկիանոսից այն կողմ, ամերիկյան շուկա, գյուղընթերքի արտահանման հարցը հայ-ամերիկյան հանդիպման օրակարգում։ Ծնելիության անկումը դեմոգրաֆիական լուրջ վտանգ Հայաստանի համար, ինչ անել բնակչության ծերացումը թույլ չտալու համար։ Նոր հանքավայր Հայաստանի ամենականաչ կետում, Ստեփանավանցիները սվիններով են ընդունել քաղաքի մոտ մետաղի նոր հանքավայր բացելու լուրը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Հրդեհ է բռնկվել Իրանի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում, որտեղ թաղված է Այաթոլլահ Ալի Խամենեին։ Ըստ Մեհր գործակալության կրակը բռնկվել է սրբավայրում իրականացվող շինարարական ծրագրերից մեկը սպասարկող բիտումի արտադրամասում։ Դեպքի վայր են ժամանել սրբավայրում հերթապահող շրջեջները եւ քաղաքի հրշեջ ծառայության օպերատիվ խմբերը։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից հատվածներ։ Հրդեհի հետևանքով թանձր ծուխ է առաջացել, սակայն կրակը կարճ ժամանակում մարվել է։ Տուժածների եւ սրբավայրի շինություններին հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։ Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Հորդանանում եւ Քուվեյթում ամերիկյան թիրախների վրա հրթիռների արձակման կադրերը։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարությունը կոչ է արել մերձավոր արևելքի բոլոր երկրներին, որտեղ ամերիկյան ռազմական բազաներ կան տեղակայված, արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը։
Մեծ Բրիտանիան 300 միլիոն եվրո կտրամադրի որպես օգնություն Կիևին 16 բազմաթիրախային գրիպեն կործանիչներ գնելու համար, լուրը տարածել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։ Ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային մինչև 2029 թվականը ձևավորել շվեդական 16 բազմաթիրախային գրիպեն կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։ Օգնության փաթեթը ներառում է նաև օդաչուների և ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստում։ Հայտարարությունը տարածվել է Սթարմերի Կիև կատարած այցի ժամանակ, որը նրա վերջին արտասահմանյան այցն է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Նա պետք է լքի իր պաշտոնը հուլիսի 20-ին։ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների նոր օրինագիծը, որը ներկայացվել է Միացյալ Նահանգների Սենատում, դժոխային անվանումն է ստացել։ Նոր օրինագիծը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք սահմանել Ռուսաստանից նավթ և գազ գնող երկրների ապրանքների նկատմամբ։ Անհատական սահմանափակումներ են նախատեսվում նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների նկատմամբ։ Հիշեցնեմ, որ ռուսական հում նավթի խոշորագույն 5 գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Սլովակիան, Հունգարիան և Ադրբեջանը։ Հայկական գյուղարտադրանքի ամերիկյան շուկա արտահանման հնարավորություններն է քննարկել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը գյուղ դեպարտամենտի ղեկավարների հետ հանդիպմանը։ Անդրադարձ է եղել ամերիկյան շուկա գյուղմթերքի մուտքի ընթացակարգերին և արտահանման խթանման նախադրյալներին։ Տնտեսագետները սակայն նշում են, որ այս փուլում Միացյալ Նահանգները չի կարող փոխարինել Հայաստանի հիմնական արտահանման ուղղություններից մեկին ռուսական շուկային, քանի որ բացակայում են անհրաժեշտ լոգիստիկ լուծումներն ու փոխճանաչված սանիտարական համակարգերը, իսկ որոշ ապրանքների դեպքում էլ փոխադրումների արժեքը տնտեսապես շահավետ չէ։ Հայաստանից 60 անգամ տարածքով շատ գյուղատնտեսական տարածքներ ունեն, սերտիֆիկացման հետ կապված երկրները որպեսզի անխափան մատակարարներ կատարեն գյուղատնտեսական, որպես կանոն երկրների միջև լինում է ֆիտոսանիտարական լաբորատորիաներ ըստահելի։ Այն իմաստով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը լաբորատորիան որևէ արդյունք է գրանցում պաշտոնական, այդ արդյունքը ամերիկյան հետագան կողմը ընդունում է որպես վստահելի արդյունք, երկրորդ քննություն չի կատարում, երկրորդ փորձաքննություն չեն կատարում։ Մեր մոտ այդ լաբորատորիաները ամերիկյան եւ հայկական այս կարգի փոխվստահող չկան։ Կառավարությունը որոշել է ստեղծել ստանդարտ միասնական ձևաչափով տվյալների դասակարգման նոր համակարգ։ Նպատակն է, որ պետական տեղեկատվական համակարգում միանգամից ներառվեն փաստաթղթերը և տեղեկությունները և դրանք մեկ անգամ ներբեռնելուց հետո տվյալները նորից ներկայացնելու կամ բեռնելու անհրաժեշտություն չառաջանա։ Նախագիծը գործադիրին ներկայացրած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը օրինակով է ներկայացրել այն, ինչը փոխելու է նոր կարգը։ Օրինակ բերեմ, որ ավելի հստակ լինի, օրինակ, եթե մեր ներքին վարչատարածական միավորների մասին տեղեկություն լինի, բնակչության պետական ռեգիստրում իմ տեղեկությունները կարող են հասցեն գրված լինի եւ միտեղ գրված լինի օրինակ քաղաք Երևան, միտեղ կարող է գրված լինի Երևան, միտեղ կարող է գրված լինի կարճ Երև եւ այլն։ Այս ձևակերպները որպեսզի վերանան, մենք ստանդարտն ընդունել ենք եւ ֆիքսում ենք, թե ինչ ձև պետք է լինի, որ բոլոր շտեմարաններում մի ձև լինի, որ կարողանան իրար հետ հասկանալ։ Սա նաև վերաբերում է տարբեր այլ երկրների։ Կառավարությունը 5 միլիարդ դրամ է հատկացրել պետական կառավարման համակարգի աշխատակիցներին խրախուսելու համար այս տարվա առաջին կիսամյակի նրանց աշխատանքի արդյունքների հիման վրա կգնահատեն կատարողականի նոր չափորոշիչներով։ Պետական ապարատին պարգևավճար տալու համար գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Գործադիրը որոշել է նաև նվազեցնել վարակիչ հիվանդության պատճառով ոչնչացված կենդանիների փոխհատուցումը, եթե գործող կարգով փոխհատուցումը հաշվարկվում էր կենդանու շուկայական արժեքի 55%-ի չափով, ապա հիմա այն կկազմի 40%։ Հիմնավորման մեջ նշվում է, որ փոխհատուցման չափի նվազեցումը կթեթևացնի պետության ֆինանսական բեռը։ Տարեստարի ավելի քիչ երեխաներ են լույս աշխարհ գալիս Հայաստանում։ Երիտասարդները գերադասում են 2 երեխա ունենալ եւ այդքանով սահմանափակվել։ Կրթությունն ու կարիերան առաջնային են շատերի համար, մյուսներն էլ սոցիալական ոչ բարենպաստ պայմաններն են փաստարկ բերում քիչ երեխա ունենալու որոշումը արդարացնելու համար։ Ծնելիության անկումը, սակայն, լուրջ դեմոգրաֆիական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր երկրին։
Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32,042 ծնունդ։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին ծնվել է 33,593, իսկ 2023-ին 36,590 երեխա։ Այլ կերպ երկու տարվա ընթացքում ծնունդների թիվը նվազել է ավելի քան 4,5 Մասնագետներին մտահոգում է մեկ այլ ցուցանիշ ևս՝ պտղաբերության գործակիցը։ Այն ցույց է տալիս, թե վերարտադրողական տարիքի 1 կնոջ հաշվով միջինում քանի երեխա է ծնվում։ Այս ցուցանիշը նույնպես շարունակվում է նվազել։ Նկատելիորեն հեռանալով բնակչության բնական վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից։ Մտահոգիչ է սովետական վերջին տարիներին։ Մեր մոտ 75-76 հազար նորածիններ էր լինում ամեն տարի։ Հիմա մենք խոսում ենք 34, 35, 36-ի մասին։ Հիմնականում ասենք 3 ուղղությամբ են էլի ծրագրերը լինում պետական։ Առաջինը խթանում են ծնելիությունը, այսինքն առաջի երեխայի կապակցությամբ երկրորդի, երրորդի ֆինանսական լուրջ օգնություններ։ Դեռ հաջորդը դա կանանց հետ կապված, ասենք 6 ամիս հետո հեռավար ձևով աշխատեն։ Երրորդը ամենակասեի հիմնականներից է երիտասարդ ընտանիքների համար ավելի էժան հիպոթեկային հարմար վարկերով բնակարաններ տրամադրել։ Ինչու են հայ ընտանիքները ավելի քիչ երեխաներ ունենում։ Պատճառները բազմաթիվ են։ Սոցիոլոգները թվարկում են տնտեսական անորոշությունը, բնակարանային խնդիրները, երիտասարդների ուշ ամուսնությունները, արտագաղթը եւ աշխատաշուկայի փոփոխությունները։ Դրանից բացի նշվում է նաեւ, որ կանայք ավելի հաճախ նախընտրում են նաեւ կրթություն ստանալ, կայանալ մասնագիտության մեջ, ապա միայն մտածել ընտանիք կազմելու մասին։ Արդյունքում առաջին երեխայի ծնունդը հետաձգվում է, իսկ ընտանիքներում երեխաների ընդհանուր թիվը նվազում։ Ծնելիության անկումը շարունակվում է, նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն եթե պտղաբերության ցուցանիշը ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի։ Եթե միտումը շարունակվի, առաջիկա տարիներին Հայաստանը կարող է բախվել դպրոցականների թվի նվազման, աշխատուժի պակասի եւ բնակչության ծերացման ավելի խորացող խնդիրների։ Դեմոգրաֆները ընդգծում են, գործընթացը հնարավոր չի փոխել կարճ ժամանակում։ Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ պետական քաղաքականություն, երիտասարդ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցություն, բնակարանային ծրագրեր, մանկապարտեզների հասանելիություն եւ կայուն տնտեսական միջավայր։ Թեև յուրաքանչյուր ընտանիքի համար երեխա ունենալու որոշումը անձնական է, սակայն հարկ է արձանագրել, որ հենց այդ որոշումների հանրագումարն է ուրվագծում երկրի ժողովրդագրական պատկերը։ Իսկ առկա վիճակագրությունը հուսադրողներից չէ եւ վկայում է, որ Հայաստանին ներկայացող կարևորագույն մարտահրավերներից մեկն էլ շարունակում է մնալ ծնելիության անկումը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Նոր հանքավայր Հայաստանի ամենականաչ կետում Ստեփանավանում բնակիչները սվիններով են ընդունել քաղաքին շատ մոտ մետաղի նոր հանքավայրի շահագործման մասին լուրը։ Ասում են միլիոններ են ներդրել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը հետ բերելու համար, քաղաքը դարձրել են կանաչ գոտի։ Հանքավայրի շահագործումը մեծ վնաս կհասցնի բնությանը, նաև մտահոգ են իրենց առողջության համար։ Քաղաքում վաղը լսումներ են սպասվում հանքավայրի հարցի շուրջ։ Ստեփանավանցիները բողոքի ակցիայի են պատրաստվում։ Ստեփանավանին հարակից տարածքում առաջիկայում հնարավոր է նոր բազմամետաղային հանքավայր շահագործվի։ Լուրը օրեր առաջ տարածվեց համացանցում եւ առաջացրեց առաջին հերթին հենց ստեփանավանցիների անհանգստությունը։ Բնական է, մարդիկ անհանգստանում են սեփական առողջության համար։ Նորից քննարկում են հանք բացել Հայաստանի ամենամաքուր կանաչ մնացած վայրերից մեկում, որտեղ մեկը ես ու իմ նման 40 ծավել մարդիկ վերջի տարիներին տեղափոխվել են ապրելու ու այսպես հպարտանում ենք, որ մեր երեխեքը մեծանալու են առողջ սնունդով, առողջ օդով։ Նոր տարածքների երկրաբանական հետազոտության մասին է խոսքը, պաշարներ գնահատելու համար։ Այսինքն, որը ըստ էության նշանակում է, որ եթե նոր պաշարներ հայտնաբերվեն, ապա պետք է նոր տարածքներ դնեն շահագործեն։ Վերջին 6 տարիներին Ստեփանավանի տարածաշրջանում նոր հանքավայրերի որոնման կամ շահագործման ուղղությամբ առնվազն մի քանի փորձ է արվել։ Դրանք կասեցվել են բնակիչների եւ բնապահպանների պայքարի շնորհիվ։ Հարցն այն է, որ Ստեփանավանը վերջին տարիներին տուրիստական հոսքերի թիրախ դարձնելու համար մեծ աշխատանք է կատարվել։ Նաև ահռելի աշխատանք է տարվում տարածաշրջանում գյուղ ոլորտի զարգացման ուղղությամբ, իսկ մետաղական հանքի շահագործումը չի կարող չազդել այդ ոլորտների վրա, նշում են բնապահպանները։ Եթե այս ուղղությամբ գնաց հանք արդյունաբերությունը քաղաքին
այսքան մոտ այստեղ ստեղծվեց։ Սա ուղիղ հարված է լինելու մեր պլաններին, մեր երազանքներին, տուրիստական բիզնեսին, արգելի ձեռնարկատերեր եւ պոտենցիալ ներդրողներ եւ առողջությանն ու ապագային։ Այդ տարածքները շատ խոնավ տարածքներ են, այդ տարածքներում նաև բազմաթիվ վտակներ կան, այդ տարածքին մոտ է գտնվում ջրաշուշանների հայտնի լիճը, այսինքն այդ Ուրասարի տարածքում։ Բնականաբար ցանկացած արդյունաբերական գործունեություն ուղղակի հնարավոր չէ, որ շրջակա միջավայրին չվնասի։ Նախկինում այս տարածաշրջանում մետաղական հանքի շահագործման փորձ եղել է։ Երկար տարիներ առաջ հանքը փակվել է, բայց դրա հետևանքները մոտակա ջրային ավազաններ ներթափանցող թափոնների տեսքով պարբերաբար ֆիքսվում են։ Անձրևաջրերն իրենց հետ բերում են տարբեր ապարներից լվացված ջրեր։ Նոր հանքի շահագործման խոնավ տարածքներ են, այդ տարածքներում նաև բազմաթիվ վտակներ կան, այդ տարածքին մոտ է գտնվում ջրաշուշանների հայտնի լիճը, այսինքն այդ Ուրասարի տարածքում։ Բնականաբար ցանկացած արդյունաբերական գործունեություն ուղղակի հնարավոր չէ, որ շրջակա միջավայրին չվնասի։ Նախկինում այս տարածաշրջանում մետաղական հանքի շահագործման փորձ եղել է։ Երկար տարիներ առաջ հանքը փակվել է, բայց դրա հետևանքները մոտակա ջրային ավազաններ ներթափանցող թափոնների տեսքով պարբերաբար ֆիքսվում են։ Անձրևաջրերն իրենց հետ բերում են տարբեր ապարներից լվացված ջրեր։ Նոր հանքի շահագործման համար անհրաժեշտ երկրաբանական աշխատանքների մասով տեղի են ունեցել հանրային լսումներ։ Բնապահպանները սակայն վստահեցնում են, որ քաղաքի բնակչության գերակշիռ մասը դրանց մասին առաջին անգամ է լսում։ Ստեփանավանում օնլայն եւ օֆլայն բիրույթում դիսկուրսներ, քննարկումներ են գնում եւ մարդիկ նոր են տեղեկացվել, այդ իմ գրառումից հետո են տեղեկացվել, այսինքն հանրությունը տեղյակ չի եղել լայն մասնակցություն ապահովելու համար, թե ովքեր են մասնակցել այդ հանրային քննարկումներին հայտնի չէ, բայց բնակչության հիմնական մասը իրենք տեղյակ չեն։ Առաջին լսումները պաշտոնապես դրական ելք են ունեցել եւ համայնքի ավականին առաջադրված նախագծին դրական է արձագանքել։ Հուլիսի 17-ին սպասվում են հաջորդ հանրային վերջին լսումները։ Այդ իսկ պատճառով Ստեփանավանի ակտիվ քաղաքացիները կոչ են անում իրենց համակարգացիներին գալ լսումների վայր եւ արտահայտել իրենց կարծիքը հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Կալանավորումների թիվը Հայաստանում վերջին շրջանում հսկայական չափերի է հասել, մասնագետները պնդում են, որ հաճախ կալանքը համաչափ չէ կիրառվում։ Փաստաբաններին դժվար է հաջողվում դատավորներից կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու որոշումներ կորձել իրենց պաշտպանյալների համար։ Այնինչ պետությունը քրեակատարողականները բեռնաթափելու որոշում ուներ եւ ընդլայնում էր այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու տեխնիկական հնարավորությունները։ Տնային կալանքի եւ վարչական հսկողության կիրառումը Հայաստանում վերջին տարիներին ավելի կիրառելի է դարձել։ Պաշտոնական տվյալներով պրոբացիայի ծառայությունում 2025 թվականի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցներով հաշվառվել է 3692 շահառու, 2053-ը տնային կալանքի, 1639 վարչական հսկողություն խափանման միջոցներով։ 2025 թվականի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցներով հաշվառված շահառուների քանակը 73%-ով ավելի է եղել 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշից, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցներով եւ ազատության սահմանափակում պատժով վարույթների աճի միտումները շարունակվել են պահպանվել։ Օրերս կառավարությունը Արդարադատության նախարարությանը լիազորեց վարչական հսկողության իրականացման համար ձեռք բերել էլեկտրոնային ապարանջանների լրացուցիչ չափաքանակ, ու մինչև կառավարությունը մեծացնում է տեխնիկական հնարավորությունները, մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնում է այն մասին, որ կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է համակարգային խնդիր մնալ։ Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը։ Բոլոր դեպքերում համակարգային խնդիրները կախված են խափանման միջոցների ծավալի հետ։ Դրանք կլինեն կալանքներ, կլինեն տնային կալանքներ, թե վարչական հսկողություն։ Պետությունը թեև առաջարկությունների զգալի մասը կատարել է, սակայն մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է առաջնահերթ համարել այս ոլորտում համապարփակ բարեփոխումների իրականացումը։ Օրինակ, շատ դեպքերում մարդիկ բողոքում են գիշերային ցանկերից, օրինակ, կարող են ցանկարել եւ ճշտել, որտեղ անձը գտնվում, այսինքն ինքը խափանման միջոցը կիրառվում է, բայց վերահսկողությունը այն աստիճան բավարար կերպով չի իրականացվում կամ հնարավորություն չկա իրականացնելու, որ չլինի այնպես, որ համակարգը օբյեկտիվորեն աշխատի։
Փաստաբանները նաև նկատում են, որ կալանքի կիրառումը շարունակում է այլընտրանքային միջոցների նկատմամբ ավելի նախապատվելի մնալ։ Դատապաշտպանների գնահատմամբ դատարանները որոշ դեպքերում զգուշավոր մոտեցում են ցուցաբերում, իսկ տարբեր գործերով կիրառվող խափանման միջոցների միջև նկատվում են նաև տարբերություններ։ Այն սուբյեկտիվ կարծիքն է, որ երբեք բոլորը հավասար չեն եղել օրենքի առջև։ Այս խափանման միջոցների բուրըն աճի համատեքստում սրանք ավելի ցայտուն են դարձել։ Ու մենք տեսնում ենք, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ ընդհանուր ընտրում են վարչական հսկողություն, իսկ այնպիսի անձի նկատմամբ, որին իրականում կարող էին տալ վարչական հսկողություն կամ ամենաթեթև բացակայելու արգել կամ ինչ որ չնչին չափի սիմվոլիկ գրավ կիրառեն, նրանց նկատմամբ չգիտես ինչի կիրառվում են կալանք։ Պետությունը թեև շարունակում է ընդլայնել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման տեխնիկական հնարավորությունները, սակայն մասնագետները շեշտում են, որ համակարգի արդյունավետությունը պայմանավորված է միասնական, հիմնավորված եւ հավասարաչափ պրակտիկայով։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադարներ եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Արարատ ցեմենտը հանձնվել է պետության կառավարմանը, Ծառուկյանից նաև միլիարդների գույք եւ միջոցներ կբռնագանձեն։ Կապույտ անձնագրին Կարմիրը կփոխարինի Նիդերլանդներում մեկնարկել է հայկական նոր անձնագրերի մեծածավալ տպագրությունը։ Ադրբեջանն ու Թուրքիան սեփականացնում են փախլավան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ են ուղարկել քաղցրավենիքը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կնվազի ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Թուրքիան եւ Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համատեղ հայտ են ներկայացրել։ Դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Սիամեն քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։ Նախկինում թուրքական առաջին արտադրանքը Գազիանթեփի փախլավան է 2013 թվականին Եվրամիությունում պաշտպանվածի կարգավիճակ ստացել։ Հունաստանը փախլավան շարունակում է համարել հունական ազգային քաղցրավենիք։ Թուրք պատմաբանները սակայն շարունակում են պնդել, որ աղանդերը իր ժամանակակից տեսքը ստացել է Օսմանյան պալատի խոհանոցներում եւ հիշատակվում է 15-րդ դարի պալատական գրքերում։ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը մեկն է յուրացնելով տարածաշրջանի տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները, նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքները դրա հիմքի վրա սեփական իբր մշակույթը ձևավորելն է։ Քանի որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը արհեստական ձևավորված կազմավորումներ են, իրենք խնդիր ունեն այդ իբր տարածաշրջանում իրենց բնիկությունը ապացուցելու։ Կանաչ տեխնոլոգիաների միջոցով օգնել համայնքին նվազեցնել ծախսերն ու բարձրացնել էներգետիկ անկախությունը։ Հենց այս նպատակով Շենավանում արևային նոր կայան է տեղադրվել մանկապարտեզի եւ մարզադպրոցի էներգետիկ կարիքները հոգալու համար։ Արևորթի բնապահպանական կազմակերպության նախաձեռնության կողքին դարձյալ առաջատար օպերատոր Յուքոմն է։ Յուքոմի աջակցությամբ Արևորթի բնապահպանական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Շենավան բնակավայրում տեղադրել է 10 կՎտ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան։ Այն նախատեսված է տեղի մանկապարտեզի եւ մարզադպրոցի էներգետիկ կարիքները հոգալու համար։ Արևային կայանի գործարկումը թույլ կտա էապես կրճատել համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը։ Շենավանում ինչ որ մենք իրականացրել ենք, բարձրապես մենք ուզեցել ենք կանաչ տեխնոլոգիան օգուտ տա համայնքին, որ կարողանան իրենք մի կողմից խնայեն ծախսերը, մյուս կողմից անկախանան էլեկտրոէներգիայի օգտվելուց, եւս այլ ուրիշ ուղղություններով, որ կարողանան այդ խնայած գումարները օգտագործեն կամ ծախսեն ուրիշ կարիքների վրա։ Արևային կայանի տեղադրումը Լոռու մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ ձեռնարկված եւս մեկ քայլ է։ Տարիներ շարունակ տեղական կրթական հաստատությունների համար կայանը կծառայի որպես կայուն եւ անվտանգ էներգիայի աղբյուր։ Մենք հնարավորություն ենք տալիս տարբեր մանկապարտեզներում, տարբեր համայնքային նշանակության շինություններում ձմռան ամիսներին չդադարել գործունեությունը։ Դա ինձ թվում է ամենակարևոր կողմերից է։ Իրականացվեց մեր երազանքը այս արևային կայանը կօգնի մեզ, որպեսզի շենքային պայմանները, մանկապարտեզը, սպորտալիճը, պարասրահը, որպեսզի այդ էլեկտրաէներգիան
հոսանքը ստանանք 10 կիլովատանոց կայանից։ Համագործակցության շրջանակում կողմերը կյանքի են կոչել մի շարք նախագծեր Արևորթի միջազգային բնապահպանական փառատոնի տարեկան աջակցությունից եւ երիտասարդների շրջանում էկո մտածելակերպի ձևավորումից սկսած մինչեւ հեռավոր համայնքներում էներգախնայող եւ վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրում։ Համագործակցության հաջողված այս օրինակը վկայությունն է նրա, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը հանուն համայնքների սոցիալ բնապահպանական հզորացման եւ կայուն ապագայի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Արարատ ցեմենտը հանձնվել է պետության կառավարմանն ու պահպանմանը, որոշումը հակակոռուպցիոն դատարանն է ընդունել, բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը։ Ծառուկյանից նաև միլիարդների գույք եւ միջոցներ կբռնագանձեն։ Այս եւ օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում դատախազությունը դատարանից պահանջել է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 38 ընկերություններում ունեցած մասնակցություններ։ Պահանջվող գումարի ընդհանուր չափը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ըստ դատախազության ներառում է ապօրինի եկամուտների մնացորդը, ծախսերը, փոխառությունները եւ այլ գույքային արժեքներ։ Հայաստանն անցնում է նոր սերնդի անձնագրերի, սկսվել է դրանց լայնածավալ արտադրությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդներում այցելել է In-Group ընկերության արտադրամաս, որտեղ ավարտական փուլում են Հայաստանի նոր անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման աշխատանքները։ Վերջնականացվել են փաստաթղթերի տեխնիկական եւ դիզայնի հետ կապված լուծումները։ Նոր փաստաթղթերն անցնելու են խիստ որակի ստուգումներ եւ սերտիֆիկացում, իսկ արդեն աշնանը քաղաքացիները դրանք կկարողանան ստանալ Երևանում ու մարզերում գործող նոր գրասենյակներից։ Հայկական ձուկը եվրոպական շուկա արտահանելու համար կառավարությունը նոր կարգ է սահմանել։ Այսուհետ Հայաստանի ձկնարտադրողները Եվրամիության երկրներ ձուկ արտահանելու համար պետք է անցնեն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգում եւ գրանցվեն Եվրամիության Traces վերահսկման համակարգում։ Թեև Հայաստանը դեռ 2025 թվականից ստացել է Եվրամիության շուկա թեփուկավոր ձուկ եւ ձկնամթերք արտահանելու թույլտվություն, գործնական մեխանիզմները մինչ այժմ հստակ սահմանված չէին։ Նոր կարգը ըստ կառավարության կօգնի արտադրողներին օգտվել եվրոպական շուկայի հնարավորություններից, ընդլայնել արտահանման ուղղությունները եւ արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Կառավարությունը 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսներ կգնի Firebird AI-ից։ Կոտայքի մարզում արհեստական բանականության եւ գերհզոր հաշվարկների տարածաշրջանային կենտրոն հիմնելու համար։ Ծրագրի նպատակը Հայաստանը AI ենթակառուցվածքների կարևոր հաբ դարձնելն է։ Պետությունը ծրագրին կուղղի շուրջ 958 միլիոն դրամ, իսկ ձեռք բերվող ռեսուրսներից կօգտվեն ստարտափները, բուհերը, հետազոտական խմբերը, մասնագետները եւ պետական կառույցները։ Բացի այդ, Firebird AI-ն ազատվել է 2.9 միլիարդ դրամի մաքսատուրքերից, ինչը կառավարության կողմից դիտվում է որպես խոշոր տեխնոլոգիական ներդրում Հայաստանի ապագայի համար։ Իջևանում կառուցվել է UEFA-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ։ Կառավարությունը 57.7 միլիոն դրամ գումար է հատկացնելու Տավուշի մարզկենտրոնում կառուցվելիք մարզադաշտի համար, անհրաժեշտ հողատարածքի ձեռքբերման համար։ Ծրագիրն իրականացվելու է մարզական ենթակառուցվածք ստեղծելու եւ 2029 թվականին Հայաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը պատրաստվելու շրջանակում։ Ավելի վաղ նույն նպատակով կառավարությունն արդեն հատկացրել էր շուրջ 330 միլիոն դրամ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին գոտիներում սպասվում է նաև կարկուտ, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի մոտ 4-ը։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 26 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 28-ից 33, Լոռիում 23-ից 27,
Տավուշում 26-ից 31 աստիճան, Հարերատում Արմավիրում կդիտվի 33-ից 35, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 30-ից 33, Սյունիքի նախալեռներում 23-ից 26 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 19-ից 21, ցերեկը 32-ից 34, երեկոյան 26-ից 28 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։